Դեռևս անցած ուրբաթ օրը հրապարակին տեղեկություններ են հասել, որ ոստիկանության նորաստեղծ գվարդիային համար 1 պատրաստություն է հայտարարվել։ Ասվել է, որ հարկ եղած դեպքում պետք է փակել մարզերից Երևան մտնող ճանապարհները, թույլ չտալ, որ մարդիկ գան մայրաքաղաք։ Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը նախապես ծրագրել է իր սև գործը եւ կանխատեսել, որ ընդդիմությունն իր էլեկտորատին փողոցային պայքարի կկանչի, տեսնելով ընտրակեղծիքները։ Հրապարակը գրում է. Կիրակի օրը տեղի ունեցած ընտրություններից հետո ամենատրագիկ փաստը թերևս ԲՀԿ-ի խորհրդարան չանցնելն է, որին ընդամենը մոտ 60 ձայն պակասեց։ Ի դեպ 2021-ի ընտրություններում էլ մոտ 1800 ձայներ պակասել ԲՀԿ-ին շեմը հաղթահարելու համար։ Սակայն այս անգամ ԲՀԿ-ի անցնել-չանցնելու փաստն առավել առանցքային նշանակություն ունի ՔՊ-ի համար։ Բանն այն է, որ 49% քվե ստացած ՔՊ-ն կկարողանա սահմանադրական մեծամասնություն ստանալ, եթե ԲՀԿ-ն չանցնի եւ նրան տրված քվեները փոշիանան ու բաժին հասնեն ՔՊ-ին։ Այստեղ է թաքնված ԲՀԿ-ի վերաբերյալ հրապարակվող հակասական արդյունքների գաղտնիքը։ Թերթն իր աղբյուրներից տեղեկացել է, որ իրականում Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժը հաղթահարել է անցողիկ շեմը, սակայն իշխանական շրջանակից նրան գործարք են առաջարկել, որ կմտնի խորհրդարան, եթե համաձայնի դառնալ Փաշինյանի գրպանային ընդդիմությունը եւ հարկ եղած դեպքում 3-5-ի մեծամասնություն ապահովի նրա համար, օրինակ սահմանադրական կարևորագույն մարմինների ղեկավարների եւ անդամների ընտրության ժամանակ։ ՔՊ-ն ԲՀԿ-ի անցնելու դեպքում զրկվում է այդ հնարավորությունից, նրան 2 ձայն է պակասում։ Սակայն Ծառուկյանը մերժել է առաջարկը, ինչից հետո ԿԸՀ-ն հայտարարել է, որ ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը։ Փաստը գրում է, այս ընտրություններին վերաբերող բազմաթիվ հանգամանքներ ու գործոններ դեռ համակողմանի գնահատականներ կստանան։ Ինչպես ասում են, ժամանակ կա։ Քաղաքական ուժերն էլ արդեն սկսել են տալ իրենց գնահատականները, բայց ինչպիսին է լինեն ԿԸՀ-ի կողմից հրապարակված նախնական շատ կասկածելի ու դեռ հրապարակվելիք վերջնական արդյունքները, դրանց առնչությամբ ինչ որոշումներ էլ ընդունեն մասնակից ու ոչ մասնակից քաղաքական ուժերը, անվիճելի ու ակնհայտ է, որ տեղի ունեցած միջոցառումը չի կարող համարվել ազատ եւ արդար ընտրություն։ Ավելին, քաղաքական ուժերի ոչ իշխանության սատելիտ գերակշիռ մասն արդեն այս ընտրությունները որակել է ոչ լեգիտիմ։ Բավարար է պարզապես թվարկել արձանագրված բազմաթիվ օրինակներով հիմնավորված փաստացի իրողությունները։ Առաջին, ընտրական գործընթացի հիմնական մասնակիցների միջև անհավասար մրցակցային պայմաններ։ Երկրորդ, Փաշինյանական իշխանությունը դիմել է ընտրական օրենսգրքի իրենց ձեռնտու փոփոխությունների ընտրություններից ընդամենը 2 ամիս առաջ։ Երրորդ, վարչական ռեսուրսի խայտարակ տոտալ ու անխնա չարաշահում, պետական կամ վարչական մարմինների աշխատողների վրա ճնշումներ, իշխանական ու վարչական լիազորությունների եւ միջոցների չարաշահում, պետբյուջեի հաշվին հանրության զգալի շերտերի նյութական բարիքների նախընտրական բաշխում, թոշակների ավելացում, համայնքային նպաստներ եւ այլն։ Մի խոսքով վարչական ռեսուրսի չարաշահումը ուղղակի հասցվել է գերադրական աստիճանի։ Հրապարակը գրում է. ՔՊ-ի սահմանադրական մեծամասնություն չստանալու փաստն ուրախությամբ են ընդունել նաև ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները եւ գործարար խավը, քանի որ նրանց կարծիքով Նիկոլ Փաշինյանը դրանով հնարավորություն է ստանում իրեն Ռուսաստանի դեմ քայլերի մղող արևմուտքի առջև մանևրելու, նրա պարտադրանքին չենթարկվելու եւ կարող է առաջիկայում էլ ժամանակ ձգել ու Ռուսաստանի դեմ ակտիվ գործողությունների չգնալ։ Ասենք ԵԱՏՄ-ից դուրս չգալ, 102-րդ ռազմաբազայից չհրաժարվել եւ այլն։ Ինչի մասին երեկ ի դեպ ակնարկներ կային եվրոպացիների շնորհավորական ուղերձներում, որոնք իրենց համարում են Փաշինյանի այս հաղթանակի լիիրավ փայատեր եւ փորձելու են ավելի կոշտ քայլերի դրդել նրան Ռուսաստանի դեմ։ Չունենալով սահմանադրական մեծամասնություն եւ խորհրդանում ունենալով ռուսամետ գոնե Ռուսաստանի հետ բնականon հարաբերություններ կառուցելու կողմնակից ընդդիմություն, Փաշինյանը ըստ թերթի զրուցակցի կարող է մանևրել եւ չկատարել Եվրոպայից եկող վտանգավոր հրահանգները։ Հրապարակը գրում է. վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս այդ թվում խորհրդարանական վերջին ընտրությունների նախաշեմին հայտարարել եւ խոստացել էր անցկացնել բացառապես ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ, դրանք որակելով որպես ժողովրդավարության աներկբա հիմք եւ հեղափոխություն։ Բայց ով կհավատա Նիկոլին, որն ընտրախախտումների մեկնարկը տվողներից է։ Քվեարկության ժամանակ նա տեսախցիկներից չամաչելով ծրարը քվեատուփի մեջ գցելիս ձեռքով ԿՊ-ի էժանագին քարոզչական սրտիկը ցույց տվեց, խախտելով ընտրության օրը քարոզչության արգելքը։ Հովհաննես Սահակյանն ընտանիքով Մոսկվայից եկել էր Երևան, ինչպես նրա ընկերը քաղաքագետ Հրանտ Մելիք Շանազարյանն է պնդում այրիկի ծննդյան օրը շնորհավորելու։ Օդանավակայանում նա դժբախտություն է ունեցել լրագրողի հարցերին պատասխանելու, ասելով, որ ընտրություններին մասնակցելու է եկել։ Եկել ենք ընտրենք, երեկոյան 7-ին հետ վերադառնում երեխեքի հետ ենք չմնանք բարդություններին, ասել է նա։ Բայց երեկոյան 10-ի 11-ի հատվածում օդանավակայանում անձնագրային հսկողություն անցնելու ժամանակ նրան ձերբակալել է։ Թե որն է մարդու մեղքը հասկանալի չէ։ ՀՀ քննչական կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն ՀՍ-ն հաստատապես տեղյակ լինելով նախապատրաստվող հանցագործության մասին չի հայտնել ՀՀ իրավասու մարմիններին։ Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության
ընտրությունում նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 473-րդ հոդվածի առաջին մասով հանձնագործության մասին չհայտնելը, ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։ Ենթադրվում է, որ իմանալ չհայտնելը վերաբերում է չմնան բարդություններին արտահայտությանը։ Փաստը գրում է ազգային ժողովի ընտրությունների նախնական ու չափազանց վիճահարույց արդյունքների հրապարակումից հետո քննարկումների հիմնական թեման վերաբերում է նրան, թե ինչ է անելու ընդդիմությունը, արդյոք խորհրդարան անցած ուժերը վերցնելու են մանդատները։ Այստեղ սակայն պետք է նշել, որ մինչ նման որոշման կայացումը դեռ մեկ շաբաթ կա, քանի որ վերջնական արդյունքները հրապարակվելու են հունիսի 14-ին։ Մինչ այդ բնականաբար կլինեն քննարկումներ, կլինեն բողոքարկումներ, օրինակ ԲՀԿ-ն արդեն իսկ վերդահաշվարկ է պահանջել։ Ընդ որում միայն մի քանի տեղամասի արդյունքների խեղաթյուրումը ԿԸՀ-ի կողմից, որի մասին երեք հայտարարեցին այդ կուսակցության ներկայացուցիչները, արդեն իսկ ցույցիչ են, թե ինչ խայտառակություններ կարող էին արված լինել հետընտրական գիշերվա ընթացքում եւ թե ինչպես կարող են փոխվել թվերը։ Երեք հայտարարությամբ հանդես եկավ Հայաստան դաշինքի առաջնորդ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նշելով, որ իրենք վիճարկելու են ընտրությունների արդյունքները։ Նա նշել է, որ այս ընտրություններն անցել են իշխանական համատարած ճնշումների, ընդդիմադիրների ձերբակալությունների, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման ու դրախախտումների պայմաններում։